Ողջույն հարգելի հետևորդներ, դուք դիտում եք Infotime with Mary հաղորդումը, այսօր յուրահատուկ մի եթեր է լինելու, ես գտնվում եմ Պապայի բարբիքյու սրճարանում, ասեմ, որ գտնվում եմ նոր location-ում, North Hollywood-ում է գտնվում եւ այսօր սիրով կզրուցեմ Պապայի բարբիքյուի հիմնադիր Սամվել Ամիրախյանի հետ։ Բարև եկեք Մերի ջան, ուրախ եմ ձեզ հյուրընկալելու մեր բռնաբաց այս սրճարանում։ Շնորհակալ եմ նաև հարցազրույցի հրավերը չմերժելու համար։ Նախ կխնդրեմ ներկայացնեք ինչպես առաջացավ միտքը ստեղծելու նման հրաշալի վայր, սննդի օբյեկտ, լինելով բիզնես գործունեության մեջ երկար տարիներ, ինչու որոշեցիք հենց նման մի այսպես ծառայություն ունենալ։ Պատմությունը շատ երկար է կապված այս հենց սրա վրա գալու հետ կապված։ Այս բիզնեսում շատ վաղուց եմ, շատ վաղուց, 20 տարեկանում սկսել եմ, հետո թողեցի անձնապետական աշխատանքի, դրանից հետո նորից շարունակեցի եւ Հայաստանում մեծ ցանց էի ղեկավարում եւ երբ որ եկա Ամերիկա մի քանի տարի հետո փորձեցինք, ես չէի ուզում բացել, որ անկեղծ ասեմ, կարծում եմ, որ վաղը պետք չի, ինչ-որ խնդիրներ կան, լիքը պրոբլեմներ կա, փորձեմ ընկերներս ստիպեցին, որ զբաղվեմ սրանով ու նենց ստացվեց, որ չէի կարող հետ կանգնել, սկսեցինք բացել է։ Առաջինը բացեցինք North Hollywood-ը, որտեղ ընդամենը to-go-ի համար էր, հետո բացեցինք վիլան, հետո ուրիշ ձևի ֆորմատով ցանց պիսարկվեր, մենք այդ մտքից հրաժարվեցինք, ոշն հիմա ունենք այն ինչ-որ ունենք։ Մենք այս մեր հին location-ը փակեցինք, որտեղ ես ինքս հասկանում էի, որ ժողովուրդը սկսեց գալը։ Սա նրա համար չէր, որտեղ մարդիկ գային, ու իրականում վատ սերվիս էինք տալիս, որտեղ to-go-ի համար էր մենակ նախատեսված, իսկ մարդիկ գալիս նստում էին։ Սկզբում մենք սեղաներ դրեցինք, որ նստեն սպասեն, բայց հետո նենց ստացվեց, որ սկսեցին օգտվել, հետո ստիպված եղանք մատուցող պահել, հետո ստիպված եղանք նոր location անենք, որ տեղափոխենք նոր տեղ։ Ինչ վերաբերում է Պապայի բարբիքյու անվան հետ, ինչի ասենց խոճուճ եւ այլն բան։ Եվ գիտեմ իդեպ, որ բավական հետաքրքիր պատմություն կա կապված անվան հետ, այ ինչու հենց Պապայի բարբիքյու կոչվեց։ Իմ գեղեցկուի միջնեք աղջկա առաջի բառն է, ինքը այդ երկար, տենց ասում էր Պապայի, ու երբ որ ես բացում ենք, ես ուզում ես դրեմ։ Բոլորը դեմ էին, ասել Ժորժ ջան, դե հիմա չեն կարդա, վատ կկարդա, ներողեք, հեն էր հետաքրքիր, որ ունակ ես ամենաշատը սիրում եմ իմ Պապայի բարբիքյուն։ Ու իմ զրույցների ընթացքում ինչքան մարդ տեսել եմ, բոլորը կամ կարոտով են նայում իրենց Պապայի բարբիքյուն, այսինքն սաղից հերերն են ամենահամովը սարքում։ Ու իմ մոտ այդ տպավորությունն ա եղել ու իմ շրջապատում էլ ա այդ եղել։ Ու ես էլ իմ Պապայի խորովածն էի շացում, շատ համով ձեռում էր, շատ լավ էր սարքում։ Չնայած կուխնյա հետ ինքը ոչ մի առնչություն չուներ։ Հեղինակեցի մոտավորապես 400-ից ավել խորովածներ, այդ իմ հնարածներն ա։ Այս պահին մեր ցանցում այդ չկան, օգտվում են մենակ քեթրինգներից, բայց հիմա ինչ եմ որոշել։ Շաբաթ օրերը, ամեն շաբաթ օրերը ես իմ ձեռքով սարքելու եմ, չեմ վաճառելու, հյուրասելու եմ մեր նորթի հյուրերին։ Ով որ կլինի այս դիմացի շաբաթից սկսած, ես եթե հնարավորության սահմաններում ստեղ եմ լինում, այդ սարքում ենք, մենք փորձում ենք հյուրասիրենք մարդկանց օյնբաց բաներ, որոնք որ մեր ցանցում չեն կերել։ Չեմ ուզում արդեն գլուխ եմ գովում, բայց այնց ավել չեմ ուզում այսօր գլուխ գովում, ուզում ժողովուրդ իրան գնահատեն։ Իսկ պարտավորեցնում եմ նրանում, մեր ֆորմատը մի քիչ ուրիշ է։ Մենք այդ երևանցիները այդ խոսքը վետերոկ ենք ասում ու իր մեջ այդ լիքը փակագծեր կան։ Ես չեմ ուզում որ սա լինի վետերոկ։ Ես ուզում եմ որ սա լինի ընտանիքների տեղ, որտեղ ես այդ մարդը չեմ, որ մարդկանց կրթեմ և այլն, դրա համար կան համապատասխան ավելի պրոֆեսիոնալ մարդիկ, ու այս կարծում որ կլինեն, ես ուզում եմ այդ պրոֆեսիոնալ մարդկանց ինչ-որ չափի օգնեմ։ Ուզում եմ ինչ-որ տրադիցիաներ պահենք, միգուցե դա սխալ է, վատ է, հիմա ինչ-որ սաղ փոխվել է, էլի և այլն բան, բայց ես դրա կողմնակիցը չեմ։ Ես ուզում եմ մենք տնական հաց տանք, ես ուզում եմ մարդիկ իրենց լավ զգան, ես ուզում եմ իրենց ընտանիքներ ու անդամներ իրենց ընտանիքի հեմերասում անշար եկան, համով հաց կերան, էժան վճարեցին, գնացին։ Մենք մոտավորապես բացելու ենք 12-ից 15 location։ Այդ լինելու է Կալիֆորնիայի մեջ։ Ամբիցիաներ ունենք, իհարկե ունենք։ Ավելի ուրիշ ֆորմատի բաներ անելու ենք, անել ենք։
Հիմա մենք աշխատում ենք սերվիսի վրա, որ մեր սերվիսը լավացնենք եւ այլն եւ այլն։ Ես չգիտեմ, չափից ավել խոսում եմ մեր խնդիրների ու սերվիսի մասին։ Չեմ ուզում ասեմ, դե լիքը մարդկանց մոտ վատա, բայց իրանք լավ աշխատում են, այդ չեմ ուզում ասեմ։ Թող բոլորի գործերը հաջողվեն լավն է։ Ես ուզում եմ ստեղծել մի հանրություն, որտեղ մենք համով հաց կտանք ու մարդը չի ապշեցնա, որ եկել է մեր մոտ։ Եմիջալոց ասեմ, ես խնդրել եմ, որ մեզ հյուրասիրեն մեր նոր վրացականները, հենց հիմա պատրաստումը, ինքը շատ հետաքրքիր առնելու, շատ համով վերջում, ասենք ուտելուց հետո, էլի շատ գլուխ գովացի կարող է այդքան համով չի լինելու, տեսնենք։ Հիմնականում գիտեմ, որ Նորթ Հոլիվուդի, այսինքն այստեղի մասնաճյուղում հայկական եւ վրացական ուտեստների վրա է կենտրոնացած։ Ավանդական ուտեստների։ Տեսեք, հիմա վրացական կուխնյան ինքը շատ հարուստ կուխնի է, ինքը հիմա օրինակի համար ասենք հիմա որ հետևում եմ, ինքը դարել է ավելի շատ վրաց եվրոպական կուխնյա։ Ես դրա կողմնակիցը չեմ, ոչ էլ ուզում եմ ինչ-որ անուն դնել։ Ես շատ սիրում եմ վրացի ազգին, անկեղծ շատ եմ սիրում։ Իմ անցած ճանապարհը միշտ կապված եղել Վրաստանի հետ։ Այսինքն ինչ ենք անում, Երևանում փող աշխատում ենք, գնում ենք Վրաստանում համով տախսում, հետ ենք գալիս, եւ այդ նախազն էլ կար էլի, այդ համով հաց ուտելու։ Բայց միշտ էլ հոգիները ուտում եմ։ Իմիջիալոց ստեղ հետ կապված, մենք հիմա որտեղ որ նստած ենք, մենք սեղան ենք պատվիրել։ Դե մեր ազգերը չի լինում որ չվիճեն, դրա հետ շատ հավես բանել կա, այդ մեր վիճը, էսի մերնա տարերը, չգիտեմ, մի հատ տարը քնարը իեք ավելացում, սարքել եք սաղձերը, ձեր մածունին մածունի, չգիտեմ, եսին չագուչին չագուչի, չգիտեմ, եսին ինչին ինչ, ասում էտել ենք մենք արել, էլի տարերը տվեց գժվացնում են բան եմ անում, էտել ասում ենք ուտել են, որ ասում հինկալին մերն է, այդ արդեն դավակ ենք հաշվում, ուզում անկեղծ ասեմ, ես ցանկացած երկրի ուտես, ընդունում եմ, որ այդ երկրին է։ Երբեք խինկալին չի կարող մի հայկական, ով էլ ինչ ուզում ապացուցի կամ խաչապուրի մի հայ։ Չէ, դա մեր հավեսով մեր բարեկամ վրացի ազգի հնարածն միակ բանը, որ իրանք չեն կարող լավանը, դա խորովածն է։ Բավական հետաքրքիր գաղափար է, կարծում եմ, որ կլինի սեղան, որտեղ կարող են երկու ազգի ներկայացուցիչներ նստել եւ ոչ թե վիճել, այլ համեղ հաց ուտել միասին։ Կարծում եմ շատ հետաքրքիր գաղափար է եւ նաեւ միտքը ձերն է, ինչպես հասկանում եմ։ Այսօր օրինակ մենք շատ կարևոր վրացի հյուրերն ենք, մեր հանդիպումից հետո մենք պատրաստվելու ենք իրանց դիմավորելու վրացի չեմպիոնա, որ ստերջին հետևեն, արդեն երևի մոնտաժից հետո կլինի կամ կադր կդնենք։ Մեզ շատ են այցելում, ճանաչված մարդիկ եւ այլն եւ այլն։ Հավես է։ Եվ կարծում եմ պատահական չէ, որ այստեղ նաև այս գեղեցիկ հետաքրքիր միջավայրում նաև մշտական հաճախորդների լուսանկարներն են, ինչը ավելի հետաքրքիր է դարձնում, նաև այդ մարդիկ մտնելով այստեղ, այսպես ավելի իրենց լավ են զգում, որ նաև իրենց լուսանկարները կան այստեղ տարածքում, նաև ինչու այդպիսի միտք ձեզ մոտ առաջացավ։ Երևի 70-80% լուսանկարում գտնող մարդկանց կամ ընկերներն են, կամ հարազատ են, կամ մարդիկ են, որոնց շատ են սիրում։ Այդ մարդկանց բանակը շատ մեծ է։ Իմ շրջապատն էլ մեծ ծանոթներն են, ես իրանց յուրովի սիրում եմ իմ կյանքում ու որ անկեղծ ասեմ, ինձ կայֆ է, որ ես կայֆ բառը որ օգտագործում եմ, սիրում չի, բայց ներող եք, տենց եմ ուզում ասեմ, ինձ կայֆ է, որ ես իրանց շունչը տեսնում եմ այստեղ։ Հիմա այս են մարդիկ են, որոնք այցելում են, օգտվում են մեզ։ Իհարկե մի մեծ ամբողջ մարդկանց, չգիտեմ, շատ մարդիկ են մեզ այցելում, շնորհակալ եմ, բայց չէին բավականացնի ինձ թվում է։ Ես դնելու եմ, նոր պատեր եմ սարքելու, մեկը լինելու է, ուզում եմ իշնի գետին, հելնի վերեցնի, անելու եմ, անկեղծ անելու եմ, որտեղ այդ իմ համար շատ կարևոր է։ Ինչքան էլ ասեմ չէ, ինքը իրանից կամերցիա հետապնդում է, բայց հավատացեք, սա առաջ չի կամերցիային։ Նաև հարգանք է կարծում այդ մարդկանց նկատմամբ, որոնք գալիս են, օգտվում են եւ իսկապես թող են մնում։ Այդ մարտավորեցնում եմ համար ավելի շատ, որովհետեւ ես հասկանում եմ մարդիկ, որոնք իմ հետ մեծացել են, աճել են եւ այլն նրան, հիմա հյուրահունք չունես իրանց նկարը փակցնես ու քիչ լեվելով իշնես ներքև։ Այդ մեզ էլ է այդ առումով պարտավորեցնում։ Օրինակ մյուս պատը հայ եւ վրացի, որոնք կապ ունեն իրար հետ ավելի շատ ու ճիշտ ասած ներսի ավելի շատ խնդիրն է ու մարդիկ են, որոնք որ ես շատ եմ սիրում կամ ընդունում եմ։
Այդ թվում ասենք Հովանես Բադալյանն է, որին մեծ տեղ եմ։ Եղեք այդ նկարները շատ են։ Այստեղ ուղղակի մարդիկ, որոնք ինչ որ իմ հետ կապված Վրաստանի կամ ինչ-որ հասկացանք, էլի այդ կապ ունեն։ Չարլ Ազնավուր, Արնո Բաբաջանյան, Արաքսի Սարյան, որ ողորմի իրան, գժում ուսմար Լազար Սարյան, որը Արաքսի Սարյան իմիջիալով իր ամուսնու պրոյեկտները երկուսը մեծ վստահեց, որ մենք արտադրենք Armenian Music Service-ի շրջանակներում, ես ու եղբայրս արտադրեցինք ու շատ շնորհակալ եմ, ես հարուստ եմ զգում, որ այդ կնոջը ճանաչում եմ ու չգիտեմ, երախտի խոսքս եմ ուզում իրանից հետո ասեմ, որ ինչքան էլ ինքը սիրում իր ամուսնուն, ինչքան նվիրված է եւ այլն եւ այլն։ Նկարները ավելի շատ կավելանան Սոսոնա Փարաջանը, Հրաչյան Ներսիսյան, Վար Գասպարյան, Արամ Ղալաբեկյան, որը իմ պաշտամունքի առարկանա ինքը, ողորմի էլի իրան։ Արդյոք իսկապես շատ գեղեցիկ է ստացվել ու նաև այցելուները իրենք էլ կարող են անձամբ տեսնել։ Տեսնում են, ասենք, էդ էլ ինչ-որ չափի կմեծանա, բայց սա ավելի շատ ուզում ենք դեպի գնա, ասենք, հայ-վրացական այդ կապի համագործակցության իսկ պատերին Հայաստանը ավելի շատ մայրաքաղաքներն են, կան էլեմենտներ, մեկ ախրկյալակի նկար կա այստեղ, Սևանի նկար կա, հին նկարներն են, հին Երևանն է, հին Թբիլիսն է, մենք ուզում ենք այդ ավանդույթները ինչքան որ կարենանք, մենք պահենք։ Հիմա օրինակ տեսեք սպասքը մենք վերցրեցինք սաղ այդ կավերով, մաղվերով, ես ինչով բանով, երկու օր օգտագործելուց հետո հասկացանք, որ մարդիկ բողոքեցին։ Ասին հարմար չի, ասինքն խմել է, հարմար չի նրանով ուտել է, մենք փոխեցինք սպասքը։ Եվ կխնդրեմ Սամվել, ներկայացնեք որն է տարբերությունը Գլենդերի եւ Նորթ Հոլիվուդի մասնաճյուղերի խոհանոցի առումով մասնավորապես մենյուի։ Տեսեք, նախ սարքավորումների առումով մենք ստեղ ունենք տարբեր ավելի ուժեղ սարքավորումներ, քան Գլենդելը, որտեղ Գլենդելը տեղը փոքր է ավելի, հնարավորություններն էլ են փոքր, տեղից ելնելով։ Հետո ուզում ենք տարատեսենք, ոչ թե ուզում ենք մենք մեծ կոնկուրենցիա սարքենք, այլ ընդհակառակը, այսինքն իմ հաշվարկը հետևյալն է, ես բարձրացնում եմ դրա մասին։ Իրականում մեր ժողովրդան, մեր կերակուրը շատ էժան է։ Այսինքն ինքը պատաչան սարքած դրա համար, որ ոչ թե դրանք 50 բան լցնենք իրար գլխի վրա, եթե դուք փորձեք մեր մոտ ճիշտ ծնվեք, կտեսնենք։ Մոտավորապես ես տարբերակ ասեմ, ամսական կտրվածքով եմ ասում, ասենք եթե Կալիֆոռնիայում ռեստորանում միջին մարդու արժեքը մոտավորապես պլյուս-մինուս $100 է, մեր մոտ 4 հոգունը տատանվում է, ասենք 60-72 $, 4 հոգունը։ Այսինքն դրա համար ես ասում, մեր մոտ ժամանցի տեղ չի։ Մեր մոտ մարդը կարա գա, ինքը հաց ուտի, ընտրությունը ճիշտ անի եւ այլն եւ այլն։ Դրա համար մեր պորցիաները մեծ են։ Հիմա օրինակ համար քանի որ մարդիկ ուզում են շատ բան ուտեն, իրանց խնդրանքով մոտ 10 պապուլյար այթմ կիսել են։ Ոչ թե գնեն են թանկեղել, չէ, օրինակ համար ասենք, տեսեք 5-4 տոլման բոլորի մոտ ինչ արժի, քաշեք դրա չափը ու տեսեք մեր մոտ ինչ արժի։ Եթե միջին գինը 4 կամ 5 հատիկ տոլմայի, ձմեռային տոլմայի մասին է խոսքը, բոլոր տեղերը ասենք համարյա թե գրեթե $20 կարգի է, 4-ից 5 հատիկը։ Մեր մոտ 29 ու 99 արժի, բայց 10 հատը։ Բայց քաշով համարյա ամեն տոլման մի անգամ ավելի շատ ծանր է քաշով կամ բոլորի մոտ։ Ու մսի պարունակությունը բրինձ հետ համեմատած, ես չեմ ուզում մտնեմ եմ դաշտ ինչ-որ համեմատություն դնեմ ուրիշների հետ, բայց մենք այդ համեմատությունը հաշվի ենք առել, մեր մոտ այդ ամեն ինչը կառուցել։ Այսինքն դու կարող ես մեր մոտ գալ մի հատ բորշ վերցնել, իր այդ ամեն ինչը կա, ինչ-որ բորշի հետ պետք է, հենց արժեքի մեջ է 14.99։ Մի հատ էլ ասենք թանկ կամ ինչ-որ մի բան վերցնես, խմես իր հետ, կշտանաս գնաս։ Չափել 16 օզա, մեր ճաշերի 90%-ը 16 օզա։ Այսինքն այդ չափաբաժինը արժի 4 հատնից, ինջարից բորշը մենք սարքում ենք հավմայի յուղով։ Հաճախորդը ցանկանում է վառած ածուխել են, խնձորի արմատի վառած ածուխ են դնում, ինքը համը լրիվ փոխում է։ Օրինակ համար ասենք մեր խինկալիները
էլի համեմատած ուրիշների հետ տրադիցիոն խինկալիները բոլորը սարքում են 60-ից 80 գրամ։ Մեր խինկալիները 140-ից 150 գրամ։ Ու գինը նույնն է։ Ոնց որ մնացած են, ինքը մեծ է։ Օրինակ բոլորը ինձ խորհուրդ են տալիս, որ ավելի փոքր սարքի, թող շատ ուտեն, շատ գումար կառնես։ Ես այդ չեմ ուզում անեմ։ Ես ուզում եմ, որ ինքը օրինակ համար ասենք, չգիտեմ, $20 վճարի մեր մոտ, $20, ոչ թե 100 կամ 200, $20 վճարի կշտանա գնա։ Ես պիտի որպես նաև այցելու հաճախորդ փաստեմ, որ իսկապես գին, որակ, ամեն ինչ այնպեսին է, որ ցանկացած մարդ կարող է իրեն թույլ տալ գալ եւ համեղ սնվել, նաև գեղեցիկ հաճելի միջավայրում։ Ես պիտի նշեմ նաև հետևորդների համար, որ Գլենդելի մասնաճյուղում բազմիցս եղել եմ եւ իսկապես ուտեստները շատ համեղ են, նաև գներն էլ հրաշալի են, ինձ թվում է, եթե համեմատելու լինենք այլ վայրերի հետ, իսկապես այդ առումով, այսինքն որակը բարձր է, բայց նաև գներն են մատչելի եւ կուզեի նաև խոսենք մի փոքր դեսերտներից, նաև խմորեղենները ձեզ մոտ շատ լավն են, ես ինքս նաև հասցրել եմ դրանք փորձել եւ չափսի առումով եւ նաև համեղ են իսկապես շատ։ Մի փոքր խոսենք նաև այդ մասին քաղցրավենիքների առումով։ Շատ դեպքերում մեր գները համեմատում են խանութների հետ։ Մենք ռեստորան ենք։ Մենք ծանր կերակուրով ռեստորան ենք, ծանր մենյու։ Մենք չենք կարող մեզ թույլ տանք, ուղղակի որտեղ մենք իրականում ասենք մենք սպասում ենք, այսօր մենք սաղ էլ գիտեմ, որ այսօր աշխատում ենք մենք մինուսով, բայց ինչի հաշվին ենք աշխատում, որ տարածվի, մարդիկ իմանան եւ այլն եւ այլն։ Իմիջիալոց նշեն, այս վճարովի գովաս չի, գումարով չենք խնդրել, որ գան մեզ նկարեն եւ այլն եւ այլն։ Դրա համար Հիմա այդքան լավ բան ասեցիր, շատ հաճելի է, վատ բան էլ ասա։ Վատ բան անկեղծ։ Ինչ որ տեսել ես, անկեղծ ասա, որ ճիշտ են, չստացվի, հենց նստել ենք իրար են գովում։ Չէ, անկեղծ է։ Լավ, վատեր ես ասեմ, լավը դու ասա։ Շատ լավ։ Ուրեմն տեսեք, խմորեղենների առումով, նայեք, այդ խմորեղենը, օրինակ մեր Նապոլեոնը արժի 24.99։ Այդ ամեն ինչը մտածել ենք, պրոստը տակ դրած չի եւ այլն եւ այլն։ Ինքը շատ թանկ է, իր չափով էլ մեծ է։ Ժորժան, այդ Նապոլեոնը չափը ես կարող կիսեմ 4 մասի, դնեմ 14.99 ու այդ Նապոլեոնի ծավալից մենք ստանանք $60։ Այս արածը նրա համար, որ ասենք կոպիտալը պորցան ոչ թե մեկն ուտի, ասենք մեր մոտ ցանկալի չի, որ նստեք երկար ժամանակ եւ այլն ժամանց անցկացնենք, որտեղ ֆորմատը ուրիշ է։ Բայց եթե այդ ուզում եք անցկացրեք, մի օքին հաստատ այդ օրդեր չի անելու, ինքը երկար չի նստելու։ Ինքը նախապես 4-ից 6 հոգու համար։ Այդ դեպքում եթե 4-ից 6 հոգի են նստած, թող նստեն հալալ է, իրանց թող ուտեն։ Նույնը ֆորմատը, ասենք մենք մատուցումը լրիվ փորձում ենք ավելի մեծ լինի, մենք մեր խմորեղենները պետք է լինեն, ասենք iPhone-ի չափի, դա ստանդարտը։ Փորձում ենք այդ անենք, որ մի անգամից մի առնելով օգտվի 2-ից 3 հոգի։ Հիմա կարող է մի հոգու համար այդ նախատեսված չի կամ մի հոգու համար էդի ծանր է գալու կամ ասենք կոպիտոզից թանկ է գալու, ներեք, հələ որ այսքան հարց ենք կարող լուծել։ Այդ դեպքում ասենք կես նրան կույրացրենք։ Ինձ թվում է միակ բացասական կողմը այն է, որ դեռևս այլ քաղաքներում չկա պապայի բարբեկյուն եւ օրինակ, չգիտեմ, Փասադինա եւ այլ, այսինքն հայաշատ որոշ այլ քաղաքներում դեռևս չկան մասնաճյուղեր, բայց կարծում եմ այդ սխալն էլ կուղղվի ժամանակի ընթացքում եւ ավելի լայնածավալ կդառնա, այլ մասնաճյուղեր էլ կլինեն, ինչպես դուք նաեւ ձեր խոսքում նշեցիք, եւ այդ ուղղությամբ էլ քայլեր տարվում են այս ընթացքում, այսինքն Իմիջիալոց Տիոնան, վրացի աղջիկա, ռուսերեն ասող ինքն հասկանում է, это человек оркестр, это душка, это я очень люблю, вся команда, весь наш тим очень любит, она хорошая, классная грузинка, Шени Тирина Гогони. Спасибо. Եվ այս պահին նաև կխնդրեմ ներկայացնել մատուցվեց։ Այսօր մեզ հացել են տալու ընցով, այս մեզ ճանաչված ակրոշկան է, մեջը գտալելով ենք, հիմա ասեմ ոչ մի բան հատուկ, եթե ինչ էլ կբերեմ այսօր, հատուկ ինչ-որ բան չեմ ասել, որ ինչ-որ անեմ, ես խնդրել եմ կուբդարի սարքեն, չգիտեմ, փորձել եք կուբդարի թե չէ, վրացական շատ համով խաչապուրի է։ Այսօր էլ մեծ սիրով։ Այդ մեգրելյան եմ ուզել, մեկ էլ ուզել եմ տարօրինակ բան, պանիր հաց։
մեր ստեղի հացը հիմա կհանեմ երևի կբերեն։ Եվ նաև գիտեմ, որ դուք լուսանկարչությունից էլ հեռու մարդ չեք ամենևին եւ պատահական չէ այսքան գեղեցիկ լուսանկարներ տարածքում եւ ինտերիերը կարծում եմ շատ գեղեցիկ է, հաճելի ու տրամադրող մարդկանց։ Կխնդրեմ մի փոքր էլ այդ մասին խոսեինք նաև դրսի հատվածում բացօթյա եւս լուսանկարներ կան, ինչպես դա ստացվեց։ Մեծ թիվ եմ ասել, բայց այդպես է։ Առաջին մրցանակը ստացել եմ Իտալիայից 7 տարեկանում, ու 10-12 տարեկանից պրոֆեսիոնալ ֆոտոյով եմ զբաղվել։ Ուր գնացել եմ կյանքում չգիտեմ ժամանակ որ ապրել եւ ֆոտո եղած ինձ հետ արել, ու այստեղ ունենք լավ ստուդիա ունենք, նկարներ ենք անում։ Այս երևի 100,000-ից ավել նկար ունեմ, որոնք որ արժանացել են որ այս պահը։ Այդ թվում մեր աստղերի բավականին նկարներն եմ արած, եւ ֆոտոսեսիաները եւ այլն։ Պատմական կարող եմ ասել լուսանկարներն իսկապես որ նայում ես նաև տարիների ու շատ հետաքրքիր կարծում եմ իսկապես մարդիկ այցելեն անձամբ կտեսնեն կհամոզվեն։ Այս ֆորմատը որ դուք նկատել եք մեր մոտ նկարները, այդ մեր ականջականչի Վազիկի, Վազգեն Ասատրյանի, իրան գիտեմ Փարիզյանի վազով, այնց ասեմ, լուրջ երաժիշտ, սոթալուսին լավ ընկեր, իրար հետ ենք արել այդ պրոյեկտը ինքն է հնարել, իմ առաջարկով սենց ասեմ, ասեցինք ֆոտոսեսիա անենք եւ այլն, արեցինք ու մոտ 300 շարք ունես ֆոտոսեսիա։ Ինչի՞ց այդտեղ քանի որ այդ ֆոտոսեսիաների մեջ են հին երևանյան արժեքներն են եւ այլն, այդպես տարբեր լոքեյշններում մենք փորձում ենք հիմա այդ նկարները սերարից էլ այս երեքն աստեղ Սյուզինա այդ Դոլմամայում ենք նկարել այդ մի ֆոտոսեսիան, այս մի ֆոտոսեսիան Ջիվանենց տանն ենք նկարել իմ լավ ընկեր, իմ բարեկամ Մալխասի հետ է այս մեկը այնտեղ այդ գրանյոնի բաժակի միջայլոց նկարների կոնյակը, հին կոնյակ է, հողի ունենք ստավիչնի, 40 տարվա ստավիչներ, ոչմ, սենց շատ հավես պրոյեկտ եղավ, ես իմ ապրում եմ դրանով, ինձ հավես է այդ արժեքները բան, եթե անգամ գովաստ կլինի այդ արժեքները դուր կգա մարդիկ, թող 100 հոգի անեն, թող 1000 հոգի անեն, ես է դառնան իրաց մեջ ամենավատ անողը, այդ ժամանակ էլ չեմ անում, մոտավորապես այսպես։ Շատ լավ, Սամվել, շատ մարդիկ կարող են ունենալ գումար եւ փորձել ինչ-որ բիզնես գործունեություն ծավալել, բայց չհաջողվի, որովհետեւ միշտ չէ որ եւ այնպես չէ որ միայն գումարով կարող ես հաջողակ այսպես բիզնեսմեն դառնալ գործարար։ Ձեր դեպքում իսկապես հաջողության պատմություն է կարծում եմ եւ նաեւ կարծում եմ որ այդ ամենի յետևում շատ աշխատանք, ջանք կա դերված։ Ինչը ձեզ օգնեց հաջողության հասնելու հարցում։ Շնորհիվ այս ամենի եղավ։ Եթե ես մի վարքյան դադարեմ հավատալու նրան ինչ որ ես անում եմ, այդ կնի սուտ կամ եւ այլն։ Ասել որ սա հաջողված բիզնես է այսօր ինքը շատ շուտ է իր համար, որտեղ ասեք այս բիզնեսի հենց այս ճյուղը, որտեղ է Ժողովուրդ ջան մի ռեստորան բացել չէ, բան էս կոմ, այդ մեզ վնասա, չէ, սրա մասին չի խոսքը։ Այն ֆորմատը, որ մենք ընտրել ենք, ինքը պետք է դառնա շատ պոպուլյար, իր մեջ էլի պետք է գումարներ դրվի, որտեղ եթե ֆորմատից ես դուրս գամ առանձին, իրանք սա աշխատող պրոյեկտներ են եկամտաբեր, բայց բացի տեղերը, որտեղ կան լոքեյշնները, մենք զգալի շատ մեծ օֆիսային թիմ ունենք, որով աշխատում ենք այդ ամեն ինչի վրա, այսինքն տեսեք ցանցային եւ այլն, այդ on-line բոլոր համակարգերով մեր հետ կարող առևտուր անեք, շփվեք, օրինակ մենք հիմա calling center ենք պահում, որը 5-6 հատ աշխատող ունի, այսինքն ինքը չի կարող եկամտաբեր լինի, վաղ մեր հացը եկավ։ Շնորհակալություն։ Մեր սարքած շոթի հացն է, ստեղ ենք թխել, լավաշտնել, իմ համար Ժողովուրդ ջան, ով ոնց ուզում է հասկանա, մեր նաղաշ լավաշի անմահական լավաշն է։ Մենք բարեկամական կապել ունենք, այս էլի մերն է, սենց ասեմ, ամենահամովը, խնդրեմ, փորձեք, տեսեք, ով որ չի փորձել, փորձեք, նաղաշ լավաշ։ Եվ պիտի նշեմ հենց տակ հացը մատուցվում է, սպասիբա։ Պանիրները բերված են Հայաստանից։ Լոգոնի մատնոպ։ Սխալ չհասկանաք, բայց ես պետք է
Կարծում եմ ձայնը դուրս պապայի գալիս է։ բարբեկյու գալու դեպքում հենց այս կերպ պետք է անեմ, ես իսկի դնեմ սեղանի վրա, սեղաներով պետք է բացեմ, ստեղ կա Աշոտսկի պանիր, կա Գորիսի պանիր, Սիսյանի ոչխարի պանիր, Այսինքն հայկական պանի սիրահարները միանշանակ այստեղ կարող են այս սնվել եւ անպայման պատվիրել նաեւ պանիր։ Եղել է պահ, որ զղջակ Միացյալ Նահանգներ գալու համար հետաքրքիր է եւ կարծում եմ եկել եք արդեն բավական հասուն տարիքում եւ երբ քո երկրում լինում է կայացած անձնավորություն, աշխատանքի մեջ եւ շրջապատի առումով, նաեւ դժվար է այլ երկրում այդ առումով որոշակի այսպես գործունեություն ծավալել, հիմնավորվել։ Եղել են պահեր, երբ այսպես սղճակ մտածեք, որ չարժեր գուցե գալ նահանգներ։ Ես առաջի անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եղել եմ 2004 թվականին, վերաբար գնացել եկել եմ, ոչ մի անգամ ոչ մի բան այդ խնդիր չեմ ունեցել, այսօր էլ սենց ասեմ, ինչի եմ ես ֆիքսում, որտեղ չեմ կարծում, որ Հաջի որտեղ չեմ կարծում, ես երևի այն մարդկանցից է, որը երբեք չեն գաց, որ Հայաստանից դուրս կգա։ Անկես, ասենք առաջարկներ շատ կային եւ այլն, բիզնեսի առումով, ինձ հետաքրքիր էր իմ պրոյեկտներ, ինչ որ ես անում էի Հայաստանում, հավես էր, ինչ որ չափով համին ձեր օգուտ, համ մարդկանց էր օգուտ, ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ես ստիպված եմ դուրս եկել Հայաստանից, ինչ-ինչ պատճառներով, այս երկիրը ինձ բացի օգուտից վատ բան չի անել։ Ես իրավունք չունեմ չհարգեմ Ամերիկայի նահանգները, Միացյալ Նահանգները, որտեղ առողջական խնդիրներ եմ ունեցել ինձ ոտի կանգնացնել այս երկիրը, ֆինանսական խնդիրներ եմ ունեցել երկիրին ինձ օգնելա։ Այսօր էլ ամեն ինչով օգնում եմ։ Ու ասում փակ իմ երազած կատարվեց երազանքս, որդի ունեմ 2 տարեկան, որի համար գժում եմ ու հպարտանում եմ, հորս անունն է կրում։ Հələ 2 հատ էլ պետք է զավակ ունենամ, հաստատ ունենամ 2 հատ զավակ, հիմա ունեմ 3 բալիկ, 2-ը Երևանում են, աղջիկ, տղաս իմ հետ աստեղ, բայց հələ ուզում եմ 3-4 հատ էլ երեխա ունենամ։ Երեխան լավ բան է։ Այս եկավ կուգդարին։ Огромное тебе спасибо։ Շատ կարևոր է նշել սիրով, որ ամեն ինչ տակ-տակ, թարմ մատուցվում է։ Վայ, ես այնքան համով եմ, ես մի 10 տարի ուզում էի, որ անենք, չէր ստացվում։ Ինչ նորի մեր վրացի խոհարարի, ամեն ինչ օքեյ է։ Իսկապես շատ համեղ է, ինձ թվում է պետք է անպայման այցելել եւ փորձել, որովհետեւ որքան էլ խոսքերով ներկայացնենք, ամեն դեպքում տեղում փորձելով կարծում եմ ինքներդ կհամոզվեք եւ պիտի շեշտեմ, որ պապայի բարբեկյուն այնքան արդեն հայտնի ու սիրված է դարձել, որ առանձնապես շատ բան կարծում եմ ներկայացնելու խնդիր չկա, չնայած դուք միշտ հետեւողական եք նաեւ այդ առումով եւ անձամբ ներկայացնում եք գործունեությունը եւ կարծում եմ հաջողության գաղտնիքներից մեկն էլ հենց դա է, որ դուք ինքներդ ձեր բիզնեսով զբաղվում եք, շատ հետեւողական եւ նաեւ ինչ որ խորհուրդ ունեք այն մարդկանց, ովքեր դեռ նոր են մտածում որևէ բիզնես ծավալելու մասին։ Այս շատերը նշում են, որ դժվար է, չարժի, հատկապես այժմ Միացյալ Նահանգներում գուցե այնքան էլ լավ ժամանակներ նահանգները չի ապրում այս պահին եւ դժվարությունները շատ են։ Չեմ ուզում ավելի քան պրոֆեսիոնալ Երևան կամ ինչի մեջ որ կամ, բայց անկեղծ ասեմ, իհարկե պետք է բացել, բիզնեսը պետք է չհամուսնանաս։ Պետք է բացել, փորձել, չգիտեմ, անհաջողություններ լինեն։ Իմիջիայլոց բիզնեսը միշքան անհաջողություն ալենում, դե այնքան ամրապնդվում ես, ավելի զգուշ ես դառնում։ Եվ պետք է նաև ռիսկի դիմել, գուցե որոշ չափով։ Հա, դա էլ կա, հիմա ոչինչ, պրոյեկտը չի հաջողվի, մեկը կփակվի։ Ամեն դեպքում պետք է աշխատել, մենք այն ազգն ենք, որը պետք է աշխատենք, մենք գտնենք ձևերը, մեկը։ Մեզ ինչքան էլ որ խնդիրներ են սարքում, մենք այնքան ավելի ուժեղանում ենք։ Չէ, իմ խոսքը հետևյալն է, որ մի խապեք հաճախորդներին, ու չեմ ուզում տես շերջնեմ, որ սա սաղին խապում եմ, չէ, էլի, պրոստը բերանից եկավ, տենց ասեցի, ավելի պետք է անկեղծ լինել բիզնեսի մեջ ու հավատա նրան, ինչ որ դու անում ես։ Տեսեք, ես հույս ունեմ, որ իմ հաշվարկներով մոտ 2 տարի հարկավոր է, որ պապայի բարբեկյուն ինքը դառնա լուրջ եկամտաբեր, այդտեղ լավագործերը, վատագործերը, իրան հարմարվում ես բիզնեսի մեջ։
Տենց էլ սա է, ես բոլորին մաղթում եմ մեր ազգին ամանավան, հաջողակ բիզնեսմեն են, մեկս մեկին օգնենք, ես երբեք ես թույլ չեմ տա օրինակի համար, ասենք ոչ մի ռեստորանի անուն դնեմ։ Անկախ դրանից ինչ-որ մի բանի մոտ լավ է, թե հա կարա 50 բան իր մոտ վատ լինի, 80-ն էլ իմ մոտ ուրիշ բանի մեջ կարա վատ լինի։ Ես ավելի կողմնակից եմ, որ չարախոսեմ ու ավելի փորձեմ նենց անել, որ իրանց մոտ լավ լինի, ու իմ մոտ էլ ուշադրություն չեմ ասում, իրանք էլ ինձ լավ լինեն, իրանց ընտրությունն է այդ, բայց ես էլ փորձեմ իմ խնդիրներին աչք չփակեմ, դրա համար ասեմ ժողովուրդ ներող ես բանի համար, ես բանի համար ներող։ Էսի ձեր հետ միասին սարքում ենք, թե չենք սարքում։ Իհարկե շատ բարդ բան է ու վատ է, որ դու փորձում ես լսես, լսողին ավելի շատ են, չի ասում, օրինակ ասենք բողոքների մեր զգալի մասը այլանդակ շատ է։ Բայց մի կողմից ասում երեխեք ինչպես եք վախենում, մենք գնացել ենք պարզ շփման հետ, մարդիկ ավելի այդ խնդիրը նես չի որ չկա ուրիշի մոտ կան, ոնց որ ասենք առաջ Հայաստանում ասենք հանցագործությունների տիպը փոքր է, որտեղ հանցագործությունները չեն գրանցում։ Պրոստը ինձ լուացում էր գնվել, հիմա ստեղ է, չենք խոսում դրա մասին, երևում է որ խնդիր չկա, չէ, այդ խնդիրը կա, սերվիզի մեջ էլ կա, մազել կարա ինչ-որ բանի մեջ լինի, ճանճ բերող էլ կարա լինի, այդ որդն էլ կարա լինի, չգիտեմ եսի միշտ էլ կարա լինի։ Բայց գլխավորն այն է, կարծում եմ, որ սխալները շատ արագ ուղղվում են եւ դուք ճկուն եք այդ հասկանաս, օրինակ ասեք, տեսեք, ֆիլտրացիա էլ ունի, մենք այդ ճանճ բերող, ворդ հանող բան, դեմքերից սա անցել ենք, տեսել ենք, դրան չեմ ուզում ձեր հաղորդաշրջանակներում անդրադարձ կատարեմ, բայց տեսեք, հիմա ահագին բան, որտեղ դուք մի հաջախորդին լսես։ Օրինակ տեսեք այդ կիսել է եւ այլն եւ այլն։ Հիմա նայեք, հիմա բան չեմ ասում, բայց մի օքեյ որ նստի, ասենք, բանի օրդեր անի, իրանց եմ տալու։ Դեմեսի շատ է, թե չէ, իհարկե շատ է, կամ ասենք, ծանրագին է նայել, թե չէ, դրա համար հիմա սա էլ ենք փորձում ֆորմատով այնպես անենք, որ մարդուն հասար լինի, կամ ասենք, օրինակ կանաչի։ Ասես քիչ որ չեն կարող դել։ Էժանագին է, բայց շատ մեծ։ Այո, չափսով։ Ասենք ես ուզում եմ կանաչ ուտեմ, բայց ես չեմ կարող այդքան ուտեմ։ Դա թթուն է։ Այսինքն պորցաները, հա մենք համեմատած բոլորի հետ էժան ենք դրել։ Բայց ախր մեր մոտ մենակ էլ են գալի։ Տեսեք խնդիրներ է, որը որ մենք հանդիպ չես կարող ամեն օր մենյու փոխես, գներ փոխես, էս անես, այն անես։ Դրան ամիսներ ու ժամանակ են պետք։ Հիմա մենք այս պրոդուկտները ինչ որ ես ասում եմ, սրանով սա անցնելու ենք։ Եվ պիտի շեշտեմ նաև, որ Նորթ Հոլիվուդի բնակիչները եւ հարակից քաղաքների իսկապես այս առումով հաջողակ են, որ նաև այստեղ բացվեց եւ բավական մեծ գեղեցիկ մեծ շուկով բացում տեղի ունեցավ հենց այս լոքեյշնի եւ նաև շնորհակալ եմ Ջեմային Պողոսյան, որ հրաշալի առիթ հանդիսացավ նաև որ մենք ծանոթացանք եւ ես եմ շատ շնորհակալ եմ իմ քուրիկներին, շատ սիրում եմ իրանց, Աստված իրար երկակյանք տա, իմ լավ ինժեներներ բարեկամներն ու ընկերներն իրեն։ Հիշեք տերեք։ Եվ նաև իսկ լուսանկարն այստեղ իր արժանի տեղը ունի։ Չի կարող չլինի։ Այո, եւ պետք է նշեմ, որ իսկապես մեծ շուկով բացում տեղի ունեցավ հենց օրեր առաջ եւ այսօր մեծ թափով պիտի շեշտենք, որ աշխատում է նաև հենց Նորթ Հոլիվուդի տարածքի Պապայի բարբեկյուն եւ կարծում եմ արդեն իսկ ունի մշտական հաճախորդներ նաև այստեղ, ոչ միայն Գլենդելում եւ մարդիկ կարող են այստեղ էլ այցելել ու փորձել եւ վերջում ինչ կմաղթեք ընդհանուր առմամբ հետեւորդներին եւ ձեր հաճախորդներին, ովքեր այցելում են։ Գլենդելի հաճախորդները սկսեցին ստեղ գալը, այդ խնդիրը ուղղելու եմ, ասում են ախպոր պես ինչ կլինի, այս համով բաները ընդեղ էլ տուր։ Հիմա միջև նոր տարի Գլենդելին է սպասում, հիմա այս երկու օր հետո արդեն ավելի լրջագույն զբաղվելու եմ Գլենդելով, որ անկեղծ ասեմ, մի փոքր ինչ որ ստոպ է վերցրել, որ ավելի շատ տեխնիկական խնդիրները մեջը մաքրեն։ Իմ սպասածից մի 10 անգամ մարդիկ ավելի շատ եկան։ Հիմա եկան, մենք էլ ավելի արագությամբ ենք փորձում մեր խնդիրները լուծել։ Գլենդելը սարքելու ենք յուրահատիկ ժամանցի վայր, ուտելիքի ժամանցի վայր, այնտեղ էլ իր հետաքրքիր բաներ անելու։ Ստեղ ավելի շատ տնական, այդ հավես եւ այլն, բայց նորից եմ ասում, ֆորմատը ընտանեկան է, գները չենք բարձրացնելու, ընդհակառակ ավելի փորձելու ենք մարչելի սարքել։ Ես իմ հետևորդներին շատ սիրում եմ։ Ուրախանան ավելի հաճախորդները դեր։ Ու փողոցներում էլ են ճանաչում, մարդիկ մոտեն, մեն հարցում են, կամ ասենք փողոցով ես այս բանը կերա, իմ դուրը չեկավ։ Ասում եմ մի րոպե, ուզում ենք այդ ռազմորը անելը։
Հիմա քանի որ հաղորդման ավարտն է, ուզում ենք փակենք հաղորդումը, դες առաջարկում հետևալը, քանի որ մենք YouTube channel ունենք, այ համով սիրուն աղջիկ, քեզ հրավիրում ենք մեր հաղորդմանը հյուր, իմիջիալոս տեղի ֆորմատում առաջինն է լինելու, միշտ վիլայում ենք արել, դրանից առաջել իմ տանը, որտեղ ապրում ենք, այդտեղ ենք արել։ Հիմա երկուսն էլ սարքելու ենք, բայց ուզում ստեղի հյուր գաս, այս նոր Հոլիվուդի փողոցը փակելու ենք, այստեղ իրար հետ խորոված անենք, հավեսով հավես բաներ ուտենք։ Համաձայն ես։ Հրաշալի գաղափար է։ Give me 5։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ ձևիցի համար եւ այս համեղ հյուրասիրության համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, ես գտնվում եի Պապայի բարբեկյուի Նորթ Հոլիվուդի մասնաճյուղում, շտապ եք այցելել այստեղ, ինչպես նաև մի մոռացեք Գլենդելի մասնաճյուղ այցելելու եւ իսկապես համեղ ուտեստներ փորձելու եւ սիրով այսօր զրուցում եի Պապայի բարբեկյուի հիմնադիր Սամվել Ամիրախյանի հետ։ Շնորհակալություն, որ դիտում եք հաղորդումը, շտապ եք բաժանորդագրվել, որպեսզի որևէ թողարկում բաց չթողնեք։ Հաջողություն։